Իմ շատ սիրելի ժողովուրդ, քանի որ եկել էի դդմի յուղ գնելու, պահը չեմ կորցնում, դարձել են իրենք ինձ հարազատ։ Նաև խնդրեցի, որ ինձ համար հանեն նաև գետնախնձոր։ Գետնախնձորը գիտեք ինչքան առողջարար է, էլ չեմ ասում դդմի յուղը։ Մենք սիրելի ժողովուրդ ջան, պահը չկորցնելու համար պետք է յուրաքանչյուրս օգտագործենք այն, ինչը տալիս է մեզ բնությունը։ Թարմ բազմիցս եմ ձեզ ասել, որ յուրաքանչյուր երկյուղը եւ դդմի յուղը պետք է անպայման խմենք թարմ վիճակով։ Տեսեք, ինչ ենք անում։ Լցնում ենք բաժակը, դե բոլորը տիկները գիտեք։ Բաժակը լցնելուց հետո առողջարարը հենց այն է, որ մեկ բաժակ սոված վիճակով մենք ամեն առավոտյան 10 օր, եթե ունեք աղիների խնդիր, բայց եթե շաքարային դիաբետիկ եք, ապա շաքարը իջեցնելու համար մենք հենց այսպես մեկ թեյի գթալ դդմի յուղը լցնում ենք բաժակի մեջ, սիրելիներս, շատ համեղ է, նույնիսկ անգամ անկեղծ եմ ասում, երբեք ես չեմ խմել յուղ, որևիցե յուղ, բայց երբ կտավատի յուղը, դդմի յուղը, կանեփի յուղը, բոլորը յուրաքանչյուրը սև քունջութի յուղը, սև կանեփի յուղը, սիրելիներս յուրաքանչյուրը երբ խմում ենք, իսկ սև չամանը, ճիշտ է, մի քիչ դժվարությամբ, բայց անչափից ավելի առողջարար է։ Սև չամանի յուղից բացի բոլոր այսպիսի յուղերը երբ քամվում են հենց անմիջապես ձեր աչքի առաջ ու սկսում եք խմել, շատ համեղ է, նույնիսկ աղցանների մեջ երիտասարդացնող է օմեգայի քանակության շնորհիվ, այն կարգավորում է աղեստամոքսային տրակտի վիճակը, սիրելիներս, ուզում եմ ասեմ, չի օգնում միայն մահացածին, մնացածին, բոլորին օգնում է։ Իսկ գետնախնձորը շատ եմ խնդրում, կակրած հիմա ժամանակն է, համընկել է այդ պահի հետ, օգտագործեք, որպեսզի շաքարը ձեր իջնի արյան մեջ, անպայման դդմի կամ կանեփի յուղով։ Սիրում եմ ձեզ։